Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տեսեք, հարգելի լրագրող, հարգելի աշխատակիցներ, այստեղ բոլորը adekvat հասկացող մարդիկ են։ Այստեղ չեն եկել, որ հավաքվեն գնան ինչ-որ մեկին, ինչ-որ շանտաժ կամ վնասեն։ Այստեղ մարդիկ հավաքվել են պահանջելու, քանի որ գործը ամբողջական փակված չի։ Եվ կան կասկածներ հայտնի մարդկանց հետ կապված, եւ մարդիկ պատրաստ չեն այս պահին այն առաջարկին, որ հանում են։ Այսինքն, այս մարդիկ ասում են, մենք պատրաստ չենք, այսինքն պատասխանատվությունը ում վրա է։ Եթե այս մարդիկ չեն ասում, որ իրանք թշնամի են կամ, այս մարդիկ ասում են, քանի որ գործը ամբողջական փակված չի, քանի որ գործի ոչ նախաքննությունը, ոչ մի տվյալներ չի տալի, ով է կատարողը, ով է պատվիրատուն, ով է սպանել։ Եվ կասկածներ կան, չէ՞, վերջը այդ մարդկանց հետ կապված, այդ ընտանիքի հետ կապված։ Հիմա այս մարդիկ ասում են, մենք պատրաստ չենք այս պահին, քանի որ չգիտենք ամբողջ տվյալները, չգիտենք ովքեր են, մենք պատրաստ չենք այս պահին ընդունելու այդ առաջարկը։ Ինչ առաջարկ։ Որ այդ մյուս ընտանիքի, այո, իր ընտանիքի սպային, որ իրանք ուզում են գան ապրել։ Չեն ասում հիմա գնան ինչ-որ բան, բայց այս մարդիկը քանի դեռ ոչ մի նախաքննություն ավարտված չի, հայտնի պատճառները, ոչ մեկ չգիտի ոչ մի պատճառ, մեզ ոչ մի պատասխան չեն տալիս։ Այստեղ բոլորի մտերիմներն են, բարեկամներն են, ընկերներն են։ Տանք եք տեսնում, կարծում եք, որ նրանք կան այստեղ ապրեն, հնարավոր է կրկին կռիվներ լինեն, ինչ-որ հաշվի հարդարներ։ Հարգելի լրագրողներ, ոնց եք պատկերացնում, ասենք սա հասարակ սպանություններ։ Ասենք ես ձեզ մի քիչ adekvat բան եմ ասում, էլի հայրը Լովա Գրիգորյան իր սպանված որդուն դնում է իր ձեռքով մեքենան, որ տանեն։ Ասենք ոնց կարելի է, ոնց եք պատկերացնում։ Ասենք ոնց ասեմ, ասենք հասարակ ինչ-որ բաներ կամ ինչ-որ ոնց ասեմ, ինչ համեմատություն չի կարելի անել։ Բայց ոնց եք պատկերացնում, մարդ սպանվի, 3 հոգի մեկը վիրավոր, կան կասկածանքներ, այս մարդիկ ոնց, ասենք կներեք էլի յուրաքանչյուր ինչ-որ մեղադրող մարդ կարող է այդ ամեն ինչը վերցնի իր վրա, որ իր տղան կամ իր եղբայրը գնա տենա սպանված ընկած ու վերջը կան կասկածանքներ։ Ես ասում եմ բոլոր կասկածանքներ։ Ես լսված եմ, հա, դե նման տեղեկություն կա, հա։ Նման տեղեկություն կա, բայց նման տեղեկությունը գիտեք ոնց է, պահանջը ոչ թե գիտեք ոնց է, թշնամական չի պահանջը։ Պահանջը թշնամական չի։ Պահանջը adekvat է, որ քանի դեռ բացահայտված չի, ովքեր են, քանի դեռ բացահայտված չի, ով է։ Լավ, սպանողին բացահայտված է, բայց ով է այդ ամեն ինչի պատվիրատուն եւ հեղինակը, քանի դեռ եւ կան այդ կասկածանքներ, այս մարդիկ են պահանջում։ Մեկ անգամ էլ էի акցիա իրականացրել։ Այո։ Օրեր առաջ, շաբաթներ առաջ։ Հա։ Այսինքն դա պահանջ է, ասենք ես չեմ հասկանում, էլի ոնց կարելի է, ասենք նորմալ մարդը, հասկացող մարդը, հայրը իր սպանված որդուն դնում է մեքենա ու կան նման կասկածանքները, ու դուք համարում եք նորմալ, դա որ sense պետքա նորմալ էր, հա, գնա, ասենք չի կարելի, չէ, ասենք յուրաքանչյուր մեղադրող նորից եմ կրկնում, թող նա վերցնի իր վրա, իր գնա տեսնի իր տղան սպանված ընկածը, ու sense ոչ մի պատասխան, ոչ մի ամբողջապես գործը բացահայտված չէ, չնայած որ քննչական կոմիտեի նախագահն ասում է գործը բացահայտված է, սպանողները բացահայտված են։ Սպանողը բացահայտված է, բայց սպանողը մենք չենք բավարարվում սպանողով։ Սպանողը ինչ մի հատ X մարդ, որ ոչ չենք ճանաչում, հայտնվել է ինչ-որ միտեղ, ասելա, որ ես եմ, բայց ինչ ասենք, մենք Ասում եք նրանց հետևում մարդիկ կան կանգնած։ Դա կարծելու բան չէ, հարգելի լրագրող, դա կարծելու բան չէ, ասենք նյութին որ տիրապետում բացահայտվում այդ դեպքում։ Իրաստում ես չեմ հասկանում, չեմ կարող ասել ինչու չի բացահայտվում։ Միգուցե բացահայտված է դեռ չեն ասում կամ չեն բացահայտում, այնքան պատճառներ կա։ Ես չեմ կարող մտնեմ այդտեղ։ Մենք ինչ հասկանանք, մենք պահանջում ենք բացահայտեք։ Մեկ ամիս առաջ էլ էին հավաքել մարդիկ ու ստորագրահավաք էին արել։ Այո։
Այդ ժամանակ էլ ախտոյանները գյուղում չէին, բայց ասում էին, որ իրենք այլևս չվերադառնան։ Հիմա ինչի է հավաքվել, մտավախություն կա, որ գյուղ կվերադառնան, այսինքն տեղեկություն ունեք։ Գրող նույն հարցը մեր մյուս լրագրողները նույն հարցը տալի։ Տեսեք, հարցը այստեղ հավաքված մարդիկ, հավատացեք, թշնամական չեն վերաբերվում ոչ միայն գյուղացու հանդեպ։ Այստեղ մարդիկ, քանի որ մահացել է, սպանվել է, ներողություն, սպանվել է Վալոդիա Գրիգորյանը, եւ դա sense պատահական սպանություն չի։ Եվ դա կապվում է որոշ առումներով։ Հիմա այս մարդիկ որևէ մեկ գյուղացի հանդեպ թշնամական չեն վերաբերվել։ Ես չգիտեմ, դուք արարողություններին եղել եք, անգամ Վալոդիա Գրիգորյանի մայրը Տիկին Մարինե, անգամ բոլոր առիթներին 7-ի արարողությանը, 40-ի արարողությունը, ասում էր տղաներ ջան, ասում էր դուք հանկարծ մարդ չսպանեք, թող Աստված դատի։ Թող Աստված վրեժխնդիրն է։ Մեր ասենք այստեղ մարդիկ մարդասպան չեն, ասում էր թողեք, իրանք արել են, բայց թող Աստված դատի։ Այստեղ մարդիկ մարդասպաններ չեն, այստեղ հավաքված մարդիկ։ Որ մեկին գիտեք մարդասպանել։ Այստեղ մարդիկ մարդասպան չեն, ընդհակառակ, այս մարդիկ կանխում են, որ նորից չլինի մասուեշվա։ Վտանգ եք տեսնում, այսինքն որ նոր արյունահեղություն կարող է լինել, թե նրանք կան հավաքվել հարգելի լրագրողներ, այս մարդիկ ասում են, քանի դեռ բացահայտված չի, պետք չի անել դա։ Այս մարդիկ առնվազն դա են ասում, քանի դեռ գործամորչության բացահայտված չի, չգիտեն ով են, մի բերեք արեք դա, որտեղ լավ, եթե ով է կրելու պատասխանատվությունը։ Ով է կրելու։ Ես նորից եմ ասում, պատահական մարդ չէր։ Այս բոլոր մարդիկ իհանկերները, բարեկամները, հարազատներն են եղել, որ մեկի, ասենք որևէ մեկը անցավ ինչ որ այդ մարդկային էմոցիաների սահմանները, ում վրա է պատասխանատվությունը։ Ով կկրի այդ պատասխանատվությունը։ Կրող անողը չէ, բայց ինչի բերեցին նրան, որ անող ինչ որ մեկ անի դա։ Այս մարդիկ ճշնամիներ չեն, որևէ մեկ ճշնամի չեն ունեցել այս գյուղում, բայց այս մարդիկ ընդհանրապես ասում են, քանի դեռ բացահայտված չի եւ կան այդ կասկածանքները, խնդրեմ բացահայտեք, ասեք ով է պատվիրատուն, եթե իրենք չէ, ոչ մի խնդիր։ Միշտով հարցը մենք մի փոքր ուշ միացանք ախտոյաններից, այսինքն որևէ մեկ այս բանի գյուղում չի բնակվում։ Մեր տեղեկությամբ չէ։ Հա, չեն տեղում։ Դուք ով եք հանդիսանում Վալոդիա Գրիգորյանի։ Բարեկամը, ընկերը, եղբայրը, հարազատը։ Այ նախորդ անգամ երբ ստորագրահավաք էր այստեղ իրականացում այդ նույն պահանջով, որ ասում են վտարեն հա գյուղից, որպեսզի հետագա զարգացումներ կանխեն։ Օրինակ մարզպետը, ներողություն, Արմավիրի մարզպետը հայտարարել էր, երբ հարց էին գտել, ասել էր, որ որևէ մեկ իրավունք չունի, ինչ որ մեկի իրապապական տնից, տեղից, հա, վտարել։ Տեսեք, ես հանդիսանում եմ իա բարեկամը, իա ընկերը, իա եղբայրը, որ կրել ենք այդ ցավը։ Այստեղ ես եթե որևէ հարցով քաղաքական ինչ-որ մարդիկ քաղաքական հայտարարություններ կամ ոչ քաղաքական հայտարարություններ են, ես չեմ կարող որպես որևէ քաղաքական տեսեք, մենք այստեղ հավաքված մարդիկ ոչ մեկ չեն ասում որևէ մեկին վռնդեն կամ որևէ մեկին վտարեն։ Դուք գնացեք իրանց ընտանիքի հետ շփվեք։ Որևէ մեկը չի ասում, բայց ասում է խնդրեմ բացահայտեք դեպքը։ Իմանանք ով է, ենթադրենք X, Y-ն է, այս մարդիկ չեն կապված, այս մարդիկ ճշտամի չեն։ Բայց կներես 1000 անգամ ներողություն եղբայր, եթե բարձվի օրինակի համար, դու ոնց ես պատկերացնում։ Ասենք քո 1000 անգամ ներողություն էլի այդ համեմատության համար քո տղային սպանողին դու ոնց ես պատկերացնում։ Ես պատկերացնում եմ, ես մի քիչ այլ կերպ կարող եմ, բայց ոնց ես պատկերացնում, դու ոնց ես պատկերացնում անցնես, տեսնես կամ մի հարկի տակ մի հասկանում ես, ես ասում եմ, եթե դա այդպես է, բայց միգուցե կողմպես չի, ես չգիտեմ։ Այսինքն ինչ այս բանը կասկածներ մնում են, որ կապ ունեն ախտոյանները։ Դե մնում է այդ կասկածները, հարգելի լրագրող, մնում է։